Այս անգամ էլ զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց։ Տարբեր պատմություններով, բայց կոտրված նույն տաշտակի առաջ կանգնած մարդիկ շարունակում են սպասել իրենց խնդիրների լուծման բանալուն։ Ես տանը ամեն ինչ վաճառել եմ, ամեն ինչ, ամառանոց, մեքենա, գարաժ, ոսկեղեն, նույնիսկ տան շուշեղենը։ Թոշակառու տիկին Ռիտան գումար էր հավաքել, որ Գերմանիայում վիրահատվեր։ Հանկարծ ռուսական ընկերություններից մեկի անունից ստացավ խաղարկության մասնակցելու կեղծ հրավեր։ Հավատաց, որ ներդրում անելով կկրկնապատկի գումարը ու մտածեց. իսկ ինչու ոչ։ Ագահությունը բերեց դրան։ Առաջին ներդրումը արել եմ 500,000, 50,000 էի դրել, դա չբավարարեց, ասին դրանով չեք մտնում խաղարկության մեջ, 500,000 մինիմումն է։ Ես 500,000 ներդրեցի։ Երկար ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ խարդախության զոհ է դարձել, սակայն կարճ ժամանակ անց նա կրկին ներդրում կատարեց, այս անգամ գումարը հետ բերելու նպատակով։ Հետո եղան 3-րդ, 4-րդ, 5-րդ ներդրումները, եւ այժմ դրանց թիվն էլ է կորցրել։ Անսահման, դաժե այս մի շաբաթ 10 օր առաջ էլի 130,000 փող եմ ուղարկել։ Բացի առաջին զանգից հաջորդ բոլոր զանգերի ընթացքում տիկին Ռիտային հավատացրել են, որ նոր ներդրումների դեպքում անպայման կկարողանան վերադարձնել նրա կորցրած գումարը, իսկ կորցրած գումարի չափն արդեն գերազանցում է 27,000 ամերիկյան դոլարը։ Այս ամենի մեջ տիկին Ռիտան առաջինն ինքն իրեն է մեղադրում։ Իմ խելքից դժվար։ Ստեղ ոչ մեկ ոչ մի բան ուղղակի ես հիմա խնդրում եմ պետությանը ինձ օգնեն։ Պետությունից օգնություն ստանալու ակնկալիք ունեին կառավարության շենքի մոտ հավաքված բոլոր մարդիկ, որոնք բոլորն էլ քննչական կոմիտեում ստացել են տուժողի կարգավիճակ։ Մեկ այլ իբրև ներդրումային հարթակի մեկ այլ գայթակղիչ առաջարկի զոհ էլ նախորդ տարվա ամռանից դարձել է Միրան Դանիելյանը։ Ընդհանուր 12,000 ԱՄՆ դոլարի ներդրում է արել, որ ստանա տոկոսներ, հավատալով տարբեր հարթակներում փողոցի տարբեր մասերում փակցված գովազդներին, ինչու՞ չէ, անսալով նաև ծանոթ բարեկամների խորհրդին։ Արդյունքում, երբ փլվեց այսպես կոչված ներդրումային հարթակ բուրգը, տուժվեց ոչ միայն ինքը։ Գումարը ներդրեմ իմ անունով, աղջկաս անունով, կնոջս անունով, հեսայիս անունով։ Միրանը շարունակում է զարմանալ, ինչու պատկամարմինները ուշադրություն չեն դարձրել ամենուր գովազդներ տարածած այդ ընկերության գործողություններին, որ տասնյակ մարդիկ չդառնային խաբեության զոհ։ Ապա պայուսակից հանում է կրիչն ու վստահեցնում, որ դրանում հավաքել է բազում ապացույցներ, կոչ խնդրանքով դիմելով ազգային անվտանգության ծառայության ղեկավարին։ Պարոն Սիմոնյան, խնդրում եմ ձեզ, ուղղակի խնդրում եմ ձեզ ինձ հրավիրել ազգային անվտանգություն ցուցմունք տալու։ Դուք շատ հետաքրքիր բաներ կիմանաք։ Նինա Հարությունյանն էլ բջջային օպերատորներից մեկի անունից է ստացել կեղծ զանգ։ Զրուցակիցը դարձյալ ռուսերենով է խոսել, հավատացրել, որ զանգը արել է բջջայինի 5G ինտերնետը կարգավորելու նպատակով։ Շատ զգուշավոր Նինան, ով մինչ այդ բոլորին է հորդորել զերծ մնալ խաբեբաների զանգերից, չի էլ պատկերացրել, որ 5G կարգավորման համար ուղարկված կոդի դիմաց կորցնելու է ավելի քան 5 միլիոն դրամ։ Պարզվեց, որ բանկերից մեկում իմ անունով վարկ են ձևակերպել 5 միլիոն 374,000 դրամի ու բացի այդ վարկը նաև իմ հաշվի վրա եղած գումարը փոխանցել են մեկ այլ քարտի։ Նինայի, Միհրանի, Ռիտայի, այստեղ հավաքված մնացած քաղաքացիների ու խարդախության կամ զեղծարարության զոհ դարձած այլ տուժողների հարցերով փորձում է զբաղվել ու նրանց իրավունքներն ու շահերը պաշտպանել իրավապաշտպան Մհեր Ղարագյոզյանը։ Պետությունը դեռևս չի ստեղծել գործուն մեխանիզմներ, հետևաբար մենք պահանջում ենք ստեղծել թիրախային ֆոնդ, որը կապահովի քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնումը։ Տուժող ճանաչված բոլոր քաղաքացիների անունից դիմումներ են ներկայացվել պետական 7 գերատեսչությունների, այդ թվում կառավարությանը, ակնկալիքով, որ ֆինանսական վնասներ կրած մարդիկ կփոխհատուցվեն, զեղծարարներն էլ կպատժվեն։ Տիգրան Վակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։